Իմ շատ սիրելի ժողովուրդ, ես այսօր պատահաբար մտա մանուալ թերապևտի կաբինետը, որը ճիշտ է հրաշալի մասնագետ է, բայց ես ուզում եմ իմ ձևով ձեզ ասել, ինչ է կատարվում ձեր երեխաների հետ, եթե մանկապարտեզի տարիքից դուք չեք հետևում ինչպես նստեն, այսինքն մեջքը ուղիղ, դպրոցական տարիքում ծանր է լինում պայուսակը, մի կողմի է քաշվում եւ խնդիր առաջանում, իսկ հետո հասունացման տարիքում արդեն մկանները ճիշտ չի կարողանում իր դիրքը, իր ձևը ունենալ, այսինքն ընդունում է այն ձևը, այն դիրքը, որը մեր ողնաշարն է։ Այ տեսեք, արդեն ստացվել է մեր նկարը հենց մանուալ թերապևտի այսպիսի թեքված ողնաշար, որը հետագայում կարող է շատ լուրջ խնդիրներ բերել եւ գլխացավի հետ կապված, նерվային խնդիրների հետ կապված եւ կրծքավանդակում նույնիսկ անգամ կարող է ծակոցնել լինել, նույնիսկ անգամ կրծքավանդակի օրգանների։ Դրա համար յուրաքանչյուրը պետք է յուրաքանչյուր ծնող փոքր տարիքից պետք է հետևի իր երեխային անպայման ինքը նայի ուղիղ կանգնեցնի ոչ թե դեմքով, այլ մեջքով եւ մեջքով նա անմիջապես կտեսնի, եթե լողացնում է կամ եթե մայկան հանում է, ինքը հետևում է, ինչպես է ուսերը, եթե տեսնում է ուսերի տարբերություն կա, ուրեմն այդ դեպքում խնդիր ունի ձեր երեխան, անմիջապես պետք է դիմեք կինեզիստի, նервопатологի եւ մանուալ թերապևտին, որպեսզի այդ խնդիրները վերացնեն, որպեսզի հետագայում եւ ճողվածք, եւ գլխացավեր, եւ գլխապտույտներ, եւ տարբեր տեսակի հիվանդություններ չառաջանա, մանավանդ որ հաճախ դրանից տալիս են եւ պարանոցի հատվածի ցավ, եւ ձեռքերի ցավ, թմրատություն, ուրեմն հետևում ենք դեռ երեխա տարիքից, ծնողներ ուշադիր